Ծավալի։ Անկամ, բայց գուցե պայմանագրում կետ են ավելացրել, որով ունեն նման լիազորություն։ Սենց ասեմ ձեզ, առ այս պահը ոչ մի վարորդում հետ խոսել եմ, չի ասել, որ մոտ պայմանագրի կետ է փոփոխություն տեղի ունեցել։ Բայց օրինակ նախանցած տարի, երբ որ իմ ձեռքի տակ հայտնվել էր նման փաստաթուղթ, այնտեղ նշված է, որ օրինակ ապահովեն պատշաճ վճարում, ճիշտ է, չի նշվում, որ պարտադրեն վճարել, բայց այնուհանդերձ հետևեն, որ քաղաքացիները վճարում։ Իսկ իր գործառույթի մեջ պայմանագրի մեջ կա, որ ավտոն քաշի անց կանգնացնի, ասի չեմ քշում ավտոբուսը։ Կա, չկա։ Մի հատ ուրիշ բան ասեմ, այս քաղաքային իշխանությունը լավ տղա էր խաղում, բայց իրանց լավ տղությունը պիտանելիության ժամկետով էր։ Այսինքն այս ժամկետից լրացավ իրանց լավ տղա լինելը, երբ որ վարորդները բան էին անում, բոյկոտ էին անում, իրանք եկել են լուրջ դեմքով ասում են, բա գիտես ոնց է, մենք լավ տղա ենք, մեր ընկերների մաման ու քուրը կանգառում մնում է, իրան վերցնող չի լինում։ Մի նույն վարորդին իրանք դրդում են, որ մի քշի թող մաման ու քուրը կմնան դուսը։ Հիմա ուզում հասկանամ, այդ իրանց լավ տղության սռոկն ինչքան էր։ Հիմա ասեն, այս թվից այս ինչ թիվը լավ տղա ենք, այս ինչ թվից այս ինչ թվից չգիտեմ ինչ ենք։ Չեմ կարող հասկանամ իրաք։ Ուղիղ ինձ են ասել։ Ուղիղ ինձ են ասել, որտենց ոնց կլինի։ Հիմի իրանք իրանց հակասում են, մռմռում է իրանց մոտ, որովհետև հասկանում եք ուղիղ իրանց աշկը մտցնում, ասում ես, ընկեր, այստեղ թերացել, այստեղ թալան չի, այստեղ էս։ Տիգրան Ավինյանն ասում է 2031 թվականին ավտոբուս կլինի, Աջափնյակի մետրոն է։ Մի հատ է պետք է ասել Աջափնյակի մետրոյի արև 2031-ին բանը կլինի։ Ավտոբուսները կլինի։ Գժանոց այդ ավտոբուսները էստան որ կան 5 տարվա մեջ մաշվել են շարքից դուրս գան։ Քաղաքում 130 հատ գազել կային։ Հայգերները որ թվին էր 2012 թե 13 թվականին չինացիներն էին տվել։ Վաղուց պիտի շահագործումից դուրս գային։ Հələ իրանք միջև 31 թիվը գային, որ եղած 500-ը լրացնեն, բայց 500-ը արդեն ջարդած կլինի։